Ադրբեջանական բենզինի հետ, որ ներմուծել է ձեր ընտանիքին պատկանող ընկերությունը, տարատեսակ խոսակցություններ կային, որ հանդիպել եք այդ ոլորտում գործող ներկայացուցիչների հետ պարտադրել, որ պետք է պարտադիր եւ անպայմանորեն ադրբեջանական բենզինը։ Նախ առաջինը այդ որ դուք հորինում եք, չգիտեմ ինչ պարտադրել։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկի չի կարող ոչինչ պարտադրել։ Սա առաջինը։ Հարցը տվել եք ինձ լսեք, այդ հեռախոսը դրեք մի կողմ, սա առաջինը։ Երկրորդը, հիմա ես ձեզ կասեմ ամեն ինչ։ Հայաստանի Հանրապետությունը վերջի 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը միայն տրանսպորտային միջոցների համար բավականին մեծ տարբեր ժամանակներ, թե ինչ կարգի տրանսպորտային միջոցները փակ են եղել դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչ կարգի գումարներ է վճարվել։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևաններից ձեռք բերի 80%-ը վառելիքի, որը որ օգտագործում է, կտնտեսի 80 միլիոնից 100 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների չի ձեռք բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրներին։ Եվ իրենք միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ եթե ուզում եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տնտեսի 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը գնա այլ ոլորտները զարգանա, սա այն իրականությունն է, որը որ ձեզ պետք է ասել։ Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն, եթե ուզում ես տնտեսություն զարգացնել, պետք է դրա համար խելք ունենաս։ Հիմա պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, իսկ ֆունդամենտալ, խորքային խելք ունեցողներին եմ ճանաչում, այսքանը։ Դուք հարցրեցիք, ես ձեր հարցին պատասխանեցի ավելի խորքային, ավելի այսպես ասած լայնամասշտաբ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ընդհանրացակ ավելի։ Այսօրվա վերաբերյալ էլ ես եկել եմ հատուկ նրա համար, որ ինչա կատարում, սա էլ ձեզ ասեմ։ Ով որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահեն։ Մնացածի մասին ավելնորդությունա խոսելը։ Հիմա այն եկեղեցականները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին բարենորոգելու ծրագիր են ներկայացրել, ստորագրել են, իրենք բոլորը ազնիվ են, արդար եւ սրբակենցաղ։ Ապրեք դուք, շատ խելոք հարց եք տալիս, ապրեք դուք, հենց դա այն խնդիրն է, որ պետք է ամբողջությամբ լուծվի։ Բայց պետք է անգլերենը լավ բառ ունի, ասում է step by step։ Սա է։ Կամաց այդ ամեն ինչ պետք է լուծվի։ Այսքան է։ Այդ բենզիններ լավ մտածեք Հայաստանի մասին, կտեսնեք ինչ է։ Շնորհակալություն։